Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր կարծիք էի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Էդուարդ Օհանյանին, նրա հետ կխոսենք Հայաստանում կատարվող իրավիճակի եւ քաղբանտարկյալների մասին։ Բարև ձեզ Էդուարդ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեզ հարգելի հայրենակիցներ։ Այսօր կցանկանայի խոսենք շատ կարևոր թեմայից, որը որ մեր երկրում վերջերս շատ մեծ լայն տարածում է ստացել։ Խոսքս մասնավորապես վերաբերվում է քաղբանտարկյալներին, մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են ռազմագերիների կարգավիճակով գտնվում են Բաքվի բանտերում, ինչպես նաև կցանկանայի խոսենք եկեղեցու դեմ կատարված արշավներից, որոնք որ վերջերս ավելի լայն ծավալ եւ ավելի մեծ թափ են ստացել։ Կցանկանայի սկսենք քաղբանտարկյալներից, բոլորը շատ լավ տեսնում ենք, որ ներկայումս մեր երկրում տիրում է շատ ծանր իրավիճակ, բազմաթիվ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, բարերարներ, բիզնեսմեններ, գործարարներ, շատ մարդիկ այսօր գտնվում են քաղբանտարկյալի դերում, որովհետև իրենք արտահայտել են իրենց կարծիքը, այս իշխանությունների համար իրենք այլախոս են եւ յուրաքանչյուր այլախոս մարդ, ով չի համաձայնվում իրենց կարծիքի հետ կամ փորձում է քննադատել կամ քննարկել իրենց իշխանությունը, իրենց կատարած արտաքին կամ ներքին քաղաքական որևէ քայլերը, այսօր հայտնվում են բոլորը քաղբանտարկյալի կարգավիճակում։ Պետք է հստակ շեշտենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր քաղբանտարկյալի վիճակում են գտնվում, փաստացի նրանց բոլորի դեմ հարուցված գործերը չունեն որևէ իրավական հիմք, կարելի ասել, որ շինծու բնույթ կրող ոչ մի իրավական հիմք չունեցող գործեր են, որոնք որ շարունակում են օր-օրի նոր թափ անցնել։ Մենք տեսանք, թե ինչպես երեք կալանավորեցին խոշորացված համայնք Մասիս խոշորացված համայնքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին եւ նրա կալանքը չունի որևէ իրավական հիմք, չունի որևէ ինչ որ պատճառ, հիմք, որի հիման վրա նրան կարող են կալանավորել կամ ինչ որ որևէ բանի մեջ մեղադրել։ Կարծում եմ, որ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս իշխանությունները ունեն բացահայտ վախեր եւ ընտրություններին ընդառաջ փորձում են իրավիճակը թեքել իրենց կողմ, փորձում են դասավորությունը ուժերի այնպես դարձնել, որ ոչ ոք չկարողանա նրանց համար խոչընդոտ դառնալ։ Մեկ անգամ չի, որ մենք տեսել ենք, թե ինչպես է իշխանությունը որևէ համայնքում պայմանական պարտվում ընտրությունները եւ պարտությունից հետո տարօրինակ կերպով բոլոր այն մարդիկ, ովքեր որ եղել են օրինական ճանապարհով ընտրությունների միջոցով ընտրվել են, նրանց դեմ սկսվել է արշավ, նրանց սկսել են, չգիտեմ, հալածել, փորձել են նրանց դեմ քրեական գործեր բացել, կալանավորել են նրանց եւ փոխարենը եկել են մարդիկ, ովքեր որ օրինակ ներկայիս իշխանության հայացքները կիսում են, նրանց հետ կամ որևէ կապ ունեն։ Նաեւ կցանկանայի խոսենք մեր ռազմագերիների մասին, ովքեր որ գտնվում են Հայաստանից դուրս, գտնվում են Բաքվի ռազմաբանտերում, անկախ քաղաքական հայացքներից, անկախ որևէ ինչ որ վիճաբանություններից կամ տարաձայնություններից պետք է հաշվի առնել մի փաստ հստակ, որ այնտեղ գտնվող մարդիկ հայ են, մեր հայրենակիցներն են եւ նրանց ամեն օր այնտեղ գտնվելը նրանց համար շատ ծանր փորձություն է։ Պետք է հասկանանք, որ այդ մարդիկ ունեն մեր երկրի, այսինքն մեր աջակցությունը, իրենց երկրի, իրենց հայրենի հող ու ջրի աջակցությունը։ Սակայն ինչ ենք մենք տեսնում վերջին մի քանի տարիների ընթացքում։ Իշխանությունները անդադար խոսք էին տալիս այն ժամանակ, ասում էին, որ ամեն քայլ կձեռնարկվի օրինակ իրանց հետ բերելու համար, բանակցություններ ընթանում են, մենք այդ գործընթացի մեջ ենք, բայց վերջերս արված նրանց հայտարարությունները եւ շատ խոսքեր փաստում են այն մասին, որ մենք կարող ենք մոռանալ իրենց մասին, այսինքն այս իշխանությունների համար ոչ բանակցային գործընթացի մեջ են ներառված մեր ռազմագերիների հարցը, ոչ էլ որևէ այլ ֆորմատով այդ հարցը ներառված չի, եւ այստեղ առաջանում է հարց. Ինչ են իրենք պլանավորում անել, որպեսզի կարողանան հետ բերել մեր հայրենակիցներին կամ արդյոք իրենք որևէ գործողություն անում են թե ոչ, որովհետև մենք տեսնում ենք այդ բացահայտ անգործությունը արդեն բավականին շատ երկար ժամանակ եւ ներքին վստահություն ունեն, որ այդ անգործությունը շարունակվելու է։ Գուցե իրենց շահերից չի բխում հետ բերել մեր ռազմագերիներին կամ գուցե ինչ որ այլ խնդիր կա, բայց ամեն դեպքում փաստացի տեսնում ենք, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվել մինչեւ այս օրը եւ չի էլ ձեռնարկվելու։ Կալանավորվածների շարքում քաղբանտարկյալների, ինչպես շեշտեցի, բացի Դավիթ Համբարձումյանից նաեւ Բարերը Սամվել Կարապետյանն ում գործը նույնպես ոչ մի ինչ-որ օրինական հիմք չունի, այսինքն հերթական շինծու գործն է։ Նաև կցանկանայի խոսենք եկեղեցու մասին, կատարած արշավների մասին, որը որ այս վերջերս ավելի լայն թափ է ստացել, ավելի ծավալուն։ Խոսքս մասնավորապես վերաբերվում է այն բանին, որ կալանավորվել է 2 arczepiskopos, 10-ից ավել քահանաներ են կալանավորվել,
նրանց վրա քրեական գործեր են հարուցվել, ինչպես նաև կաթողիկոսի դեմ կարելի ասել բացահայտ արշավը, որ այս իշխանությունները կազմակերպել են։ Նախ պետք է հասկանանք, որ եկեղեցին եւ պետությունը սերտ կապ ունեցող երկու կառույց են, որը որ պետք է յուրաքանչյուր հարցում, յուրաքանչյուր ինչ որ որոշում կատարելիս պետք է իրար հետ համաձայնվածած լինեն այդ գործողությունները։ Բացատրեմ ինչու։ Ոչ մեկիս համար գաղտնիք չի, որ շատ երկար տարիների ընթացքում, երբ մենք չենք ունեցել պետականություն, եկեղեցին կանգնած է եղել մեր պետության գլխին, փորձել է ամեն ինչ անել, որպեսզի մենք պահպանենք մեր երկիրը, յուրաքանչյուր որոշումներ կատարել է եկեղեցին եւ այս կոնտեքստում պետք է հասկանալ հետեւյալը։ Ինչից է գալիս այն, որ այս իշխանությունները փորձում են ամեն կերպ ինչ որ, չգիտեմ, սադրելով, հրահրելով փորձում են եկեղեցու դեմ արշավներ կազմակերպել, ինչ որ տեսանյութեր են ուզում հրապարակեն, չգիտեմ, ինչ որ թեզեր են շրջանառում տարածում, ասում են կաթողիկոսը տեսեք խախտել է կուսակրոնության, չգիտեմ, օրինակ կանոնը, երեխա ունի, ընտանիք ունի, եւ այս կալանքն օրինակ երբ որ նայում ենք երկու arczepiskopos են կալանավորել օրինակ հենց մեկը Բագրատ Սրբազանին կալանավորել են ինչ որ կասկածով շեշտելով որ իբր ինքը փորձում են ինչ որ հեղաշրջման փորձ կատարել թե ինչ կատարել բնականաբար բոլորս է շատ լավ հասկանում ենք որ այդ ամեն ինչը կրում է կեղծ բնույթ ձևական բնույթ է կրում եւ այս իշխանությունները ունեն բացահայտ վախեր որոնց մասին բացահայտ չեն կարողանում խոսել եւ իրենց մնում է միայն մի տարբերակ այդ տարբերակը մարդկանց կալանավորելով իրենց ազատ խոսքի իրավունքից զրկելով, փորձելով իրենց վախեցնել, ուզում են լրացնել այդ կերպով, ուզում են պայքարը կանգնեցնել, սակայն ես բազմիցս ասել եմ եւ եւս մեկ անգամ կշեշտեմ, որ անկախ ամեն ինչից, անկախ յուրաքանչյուր քայլի, որը որ այս իշխանությունը կկատարի, անկախ դրանից քանի հոգու իրեն կկալանավորեն, կփորձեն լրացնել, վախեցնել կամ ինչ որ այլ կերպով ազդել իրենց քաղաքական կողմնորոշման վրա, ես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, չի հաջողվելու իշխանություններին վախեցնել ընդդիմությանը, չի հաջողվելու կանգնեցնել այն գործընթացը, որը որ անկասելի է։ Դրա համար ես հորդորում եմ բոլորին, որպեսզի բոլորը շարունակեն պայքարը, եթե նախաձեռնվում է փողոցային պայքար, պայմանական կամ impeachment-ի գործընթացը, օրինակ բոլորս պետք է միասնական ուժերով փորձենք առաջ տանել այդ process-ը, չպետք է հանձնվենք, չպետք է նահանջենք, որովհետև հիմա մեր պետականության պահպանման հարցն է դրված, մենք շատ լավ տեսնում ենք, թե օրորի թշնամին ինչ նոր պահանջներ է ներկայացնում, ինչ որ կեղծ պայմանագրեր են ստորագրվում խաղաղության հետ կապված, որոնք որ խաղաղության հետ ընդհանրապես ոչ մի աղերս չունեն, եւ դրանից ելնելով մենք հասկանում ենք, որ թշնամին օրորի ներկայացնելով նոր պահանջներ թելադրում է իր կամքը եւ մեր իշխանությունները անկարող են այդ կամքին դիմակայել կամ անկարող են իրենց կամքը թելադրել, նրանց մնում է մի տարբերակ՝ ենթարկվել թշնամուն, ենթարկվել թշնամանու կողմից թելադրված օրակարգին, ինչը որ բերելու է միանշանակ մեր պետականության կորստին կամ գուցե նաեւ շատ ավելի վատ արդյունքների է բերելու։ Այդ իսկ պատճառով կրկին անգամ հորդորում եմ բոլորին, որ բոլորը շարունակեն պայքարը, չնահանջեն եւ մնան պայքարի առաջնագծում։ Այսօրվա համար այսքանը հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, կհանդիպենք շուտով։